Սպասված հանդիպումն է եթերում, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը հաղորդավար, երգիծաբան, երգահան Գարիկ Պապոյանն է։ Բարև ձեզ, Գարիկ։ Ողջույն, բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ հանդիպեցիք մեր հաղորդման հյուրը լինել։ Ես հրավերի համար եմ շնորհակալ, շատ հաճելի է, որ հրավիրեցիք, մանավանդ որ հանդիպումները այդքան շատ առիթ չի լինում հանդիպելու, կարծում ես արդից պետք է օգտվել ու մի հատ հանդիպում կազմակերպել։ Բարի գալուստ, բարի գալուստ Քաջարյան, եւ հենց սկսենք մեր զրույցը այն հարցից, որ շատ կարճ ժամանակ հետո մեկնարկում է ձեր համերգը Քաջարյանի մշակույթի պալատում կապված մարտի 8-ի հետ։ Կուզեի պատմեք ինչ երգացանկ եք ընտրել, ինչ եք ներկայացնելու Սյունեցի հանդիսատեսին։ Մենք այսօր ամբողջական համերգ ենք ունենալու, մինչև համերգը չգիտեմ երբ եթեր կգնա, բայց քանի որ այսօր մարտի 8-ը մեկ այդ տրամադրության մեջ ենք, սիրով ուզում եմ, դες սիրով չէ, սրտանց ուզում եմ շնորհավորել ձեզ, ձեր գլխավորությամբ, քանի որ եթերում իրար հետ ենք եւ մեր մեջից գեղեցիկը հաստատ դուք եք, դրա համար ձեզ եմ շնորհավորում եւ բոլոր սյունեցիներին, ովքեր մեզ հիմա դիտում են եւ չեն էլ դիտում, փոխանցեք, որ ես սրտանց սիրով բոլորիդ շնորհավորում եմ։ Միշտ սիրված լինեք, միշտ գեղեցիկ լինեք, միշտ մեր կողքին լինեք, այս տոնը, երբ որ մենք փոքր էինք, տենց ոնց որ բաներ, պարտադիր տոներ, որտեվ այդքան փոքր ժամանակ սա իմաստը չենք հասկանում, որտեվ մոր մասին գիտենք, որ պարտադիր, մայրերը մենք բանաստեղծությունները բան ու մոր հանդեպ սիրով էր այս ամեն ինչը վերջանում, բայց երբ որ արդեն ունես կողակից, երբ որ արդեն ունես աղջիկներ, երբ որ արդեն աշխարհը քեզ համար բավականին մեծ է, այս տոնի այս մի ամսակի խորհուրդը շատ ավելի խորն են գիտակցում ու այդքան խորությամբ էլ իրոք ուզում շնորհավորել ձեզ եւ ասել, որ հպարտեմ, ուրախ եմ, որ մեր կողքին եք։ Իսկ դուք ինչպես եք շնորհավորում ձեր կանանց, աղջիկներին, կնոջը, ինչպես եք շնորհավորում մարտի 8-ը։ Տեսեք, երբեք տես ծաղիկներ ընտրելու մեջ ճաշակով աչքի չեմ ընկել, տենց գիտակ չեմ, բայց ամեն դեպքում, քանի որ տարիները ինձ հուշեցին, որ ոչ թե հենց կոնկրետ ընտրած ծաղիկից են ուրախանում մեր կանայք, մեր մայրերը, այլ հենց այդ քայլից, այդ ուշադրությունից որ մենք անում։ Նույնիսկ եթե իրանց համար լավագույն ծաղիկը չեմ կարողացել գտնել, ամեն դեպքում իրանք դրանից շատ շոյվում են, դրա համար փորձում եմ այդ ծաղիկի ավանդույթը պահել, գնում եմ, գտնում եմ ինչ-որ գեղեցիկ ծաղիկներ եմ նվիրում, բայց տարեց տարի մեր մոտ ոնց որ այս մարտի 8-ը համարյա նոր տարվան հավասար լրջություն է ստացել իր նվերների մասով, դրա համար նաև յուրահատուկ նվերներ եմ ընտրում իրենց համար, ոնց որ ամանորից մինչև մարտի 8 տարբեր խոսակցությունների ընթացքում տարբեր նյուանսներ եմ օդից բռնում, թե ինչ են ուզում, ինչ են սպասում, ինչի կարիք ունեն, բան փորձում մարտի 8-ին մինչև ապրիլի 7 ընկած այդ հատվածում ոնց որ այդ կարիքները նվերի տեսքով լրացնել։ Անդրադառնալով համերգին, խոսեցինք երգացանկից, որ նաև կլինեն ձեր հեղինակած երգերը, դուք նաև երգահան եք։ Մի փոքր կխնդրեմ պատմեք այն մասին, երգիծաբան, երգահան, այս տարբերությունները, անցումները, ինչպես են տրվում ձեզ այդ ամենը եւ ինչու որտեղ զգացիք, որ կարող եք զբաղվել այդ գործով եւ միանշանակ հաջողելու եք։ Երբեք ոչ մի կետում չեմ իմացել, որ միանշանակ հաջողելու եմ։ Ինչպես ամեն ինչի մեջ համարձակությունը կար, վստահությունը կար ու սենց մի հատ քեզ դեպի այդ ամեն ինչին հրող ուժ կա, որ մանավանդ երիտասարդ տարիքում, որ դու չես կարող պարզապես դրա դեմ առնել, եթե դու նույնիսկ փորձում ես մի պահ չանել, խոսքս բեմական արվեստի մասին է, որտեղ միշտ այդ ձգտումը եղել է, բայց ես իմ ուսումնական կյանքով երբեք դեպի այդ կողմ չեմ քայլել։ Ես սլավոնական համալսարանն եմ ավարտել, տուրիզմի գովազդի բաժինն եմ ավարտել։ Այս այն քայլերն են, որը ինձ պիտի որ հեռացներ այս ամեն ինչից, բայց երբ որ այդ ինչ որ մի այդ հրումը կա քո մեջ, ամեն ենթագիտակցական քայլ ամեն դեպքում տանում էր դեպի այս ուղղությունը։ Դրա համար դա հստակ որոշում չի եղել, դա եղել է մի բան, որ չգիտեմ, որ տարիքից անդադար արել եմ, որոնք էլ հետագայում քայլեր են դարձել, որոնք ինձ բերել են այնտեղ որտեղ կամ բակում եմ արել, ինձնից մեծ տարիքով տղաներն են դա նկատել, ինձ հրավիրել են իրենց կավենի խումբ, այնտեղ եմ արել, հետո ինձ սկսել եմ սցենար գրել, քայլ առ քայլ, հետո հեռուստաընկերություն եմ հայտնվել, որտեղ նոր սկսնակ հաղորդավարներ, նոր սկսնակ սցենարիստ էի, հաղորդավարուհիների համար տեքստեր էի գրում, 1, 2, 3 զգացի, որ այնտեղ եմ, որտեղ որ երազում էի լինել, բայց հստակ դեպի այդ կողմ չեմ հիշում, որ թեքված լինեմ ու գնացած լինեմ այդ կողմ։ Երաժշտությունն ու հումորը իմ կյանքում միշտ են խաչվել, երբ ուզեցել եմ
դրանք իրարից զատել, բավականին արհեստական է ստացվել, նույնիսկ այն երգերը, որ հիմա լսում եք, որ Սոնայի հետ Գարիկ Սոնա խմբով անում ենք, այդ երգերի մեջ հումոր չկա, բայց մեր համերգը ամբողջությամբ համեմված է հումորով, որովհետև ես չեմ ուզում իսկականից մեկը մյուսից կտրել, եւ հիմա զուգահեռ ես զբաղվում եմ էլի հումորով, ունեմ երաժշտական ստենդափ, որը կոչվում է Գիտարիոն, ամբողջ ստենդափը հումորային է եւ երաժշտական, այսինքն ես գիտարով եմ եւ հումորային երգեր եմ երգում, եւ այդ մեկը մյուսից բաժանելը էլ չեմ էլ ուզում դիտարկել հետագայում։ Իսկ առօրյա կյանքում հումորը ինչ տեղ է զբաղեցնում։ Ընկերների, ընտանիքի, մտերիմների հետ հարաբերություններում խիստ տրամադրությունից կախված։ Երբեք պարտադրված չեմ զգացել, ինչքան էլ որ հասարակությունը մարդիկ ում հետ որ շփվում եմ, ակնկալում են, որովհետև ես եմ այդ ակնկալիքները ստեղծել բնականաբար հաղորդումներով, հա, ինչ որ բան, բայց ես դա միևնույնն է զորով չեմ ուզում հումոր անել, ոչ էլ ուզում եմ դա անել, որովհետև այդ պահին սպասում են կամ պետք է ինչ-որ մեկին գոհացնել։ Խիստ տրամադրության հարց է։ Եթե տրամադրությունս բարձր է, դա շատ բնական է լինում։ Եթե տրամադրություն չունեմ, շատ բնական չի լինում։ Հիմնականում տրամադրություն ունեք, թե չունեք։ Հիմնականում արտաքին ազդակներն են որոշում տրամադրությունս, բոլորիս պես փուլերով տրամադրություն չեմ ունենում եւ մեկ էլ մի պահ կյանքը ժպտում է, ինչ-որ մի բան կատարվում է եւ տրամադրությունս բարձրանում է։ 2016-ից ստեղծվեց Գարիկ Սոնա բենդը, եթե իմ տեղեկությունները կարելի ասել, այո, ես ու Սոնան մինչև մեր առաջին համերգը մոտ 1 տարի աշխատում էինք։ Մենք փորձեր էինք անում, երգեր էինք գտնում իրար հետ, այսինքն աշխատանքի մեջ էինք ու դրան չենք վերաբերվում որպես պրոյեկտ, որը ինչ որ վերջնաժամկետ ունի ու պետք է այսօրը դուրս գա։ Մեր համար մի քիչ ավելի շուտ է սկսել, դա եմ ուզում ասել, որ 16-ին միգուցե լույս տեսավ, բայց մենք երկար ժամանակ սա մեջ էինք, այս երաժշտությունը անում էինք, մեզ համար մի քիչ ավելի շուտ, 14-ի վերջ, 15 գոտ, 14-ից կես, sense դուք։ Իսկ ինչու հատկապես Սոնան, ինչը, եթե ոչ մեկ այլ երգչուհի, էլի, ձայնային տվյալներն էին, թե ինչ որ ճաշակային երգի արվեստի հետ կապված նույն ճաշակային բաները, նախասիրություններն ունեիք, ինչու Սոնան։ Այսինքն ես ավելի ճկուն երգչուհի չեմ ճանաչում, քան Սոնանա։ Տաղանդավոր երգչուհիներ շատ կան ու իսկապես շատ են, բայց ամեն անգամ նույնիսկ այսքան տարի անցել, եթե ես իմ մեջ հարցնեմ, օրինակ, եթե Սոնան չէ, էլ ով, այդ հարցի պատասխանը մեկը չկա, որտեվ տարիների ընթացքում Սոնան այնքան շատ է մեր համերգների ընթացքում իր երգելով կամ երգերի մոտեցմամբ այս հարցին պատասխանում, որ ինքը հենց միակն էր, ու սա իդեալական քիմիա էր, էլի, որ ստացվեց, որ այդ հարցը էլ չել ցակում։ Դա կարող է լինել այն ամենասկզբից, երբ որ նոր սկսում էինք, որ մտածում էի օրինակ, նո փնտրտուկների մեջ է, էլի, բայց փնտրտուկների մեջ է այնքան ժամանակ, մինչև որ Սոնա Ռուբենյան, մինչև այդ պահը եկավ, դրանից հետո արդեն հարց չի ցակել։ Տեսեք, Սուպերստարի հաղթելուց հետո ես անդադար, մինչև այս պրոյեկտը սկսել է, ես անդադար առիթ փնտրում էի Սոնայի հետ համագործակցելու։ Մենք նույնիսկ մի ֆիլմի համար, ռուսական ֆիլմի համար երգ էինք արել այդ ժամանակ, բայց երկարատև պրոյեկտի մասին չէինք խոսել բան, բայց այս պրոյեկտը երբ որ տենց ծնվում էր, այդ մտքերը կար, արդեն մի քանի երգ պատրաստ էր, ես ու Մարիաննան էինք տանը կինս, ոնց որ Մարիաննային այդ ցույց տալիս երգերը, Մարիաննան էր երգում, նվագում, ոնց որ անում էինք, տենց հավեսի համար էինք անում, ես գնալով վերջանում էր, երգերը շատանում էր բան, ու որտեղ մտածեցինք, ասենք, իսկ կարող է դրժություն տանք, Մարիաննայից խորհրդարցեցի, իսկ մի հատ հիշի ով կարա սա անի բան, շատ կարճ տևեց այդ պահը, որ հասանք Սոնային, Ռուբենյանն ու Մարիաննան ասեց, «Մա զանգեցի Սոնային ասեցի, Սոնան էս շատ ջերմ ոգևորված արձագանքեց, որովհետև այս ամեն ինչ իր հետ կիսվել է, ինքը զգաց, եկավ մեր տուն լսեցինք այդ մի քանի երգը, որ սկզբից արդեն կար ու զգացինք, որ այն ինչ որ հիմա այստեղ կատարում է այս սենյակում, երբ որ Սոնան է լսում, երբ որ Սոնան զուգահեռ երգում է այդ երգերը, հիմա ու մենք լսում ենք ինքը այդ ոնց է երգում, զգացինք, որ աչքի սա մի սկիզբ է, որը որ բավականին երկար ճանապարհ է ունենալու, տենց է։ Եվ արդեն տարիներ են, շատ, 7 եւ ավելի, 8-9, երևի մեր այդ հանդիպումը կարող է հետնել համարյա 10, էլի, սենց։
Կլորացնենք էլի տենց հաշտը հաշվը։ Ո՞րն է կարևոր, երաժշտությունը թե խոսքը։ Չեմ կարող ասել մեծ մասամբ երաժշտությունը երևի, ես ասեմ ինչու, որովհետև առաջին հայացքից անտրամաբանական բան եմ ասում, բայց փորձ ցույց է տալիս, որ մենք շատ անգլերեն երգերի սիրահար էինք, առանց հասկանալու ինչի մասն ենք այդ երգը առասարակ լսում, էլի ինչի մասն է այդ երգը, մինչև անգլերեն սովորեցինք։ Դրա համար ենթադրում եմ երաժշտությունը, բայց երբ որ հասկանալի լեզվով են քեզ համար երգում, շատ ցանկալի է նաև որ այն ինչ խոսքեր որ դու լսում ես իմաստել ունենա խորը, որովհետև երբ որ այդ երկու բան իրար հանդիպում են, երաժշտությունը որ առանց խոսք կարար գրավեր, ու խոսքերը որ ունեն իմաստ որ կարան քեզ փոխեն, այդ դա իսկապես շատ հզոր մի բան է ստացվում։ Իսկ ձեր մոտ ինչպես է ստացվում ստեղծագործական պահը։ Դուք տեսնում եք բառերը, երբ որ նոր երաժշտություն պիտի գրեք։ Նայում եք բառերը, մտածում եք ինչ գործիքավորում ա լինելու, ինչ երաժշտություն ա լինելու, ո՞նց է ծնվում process-ը։ Սովորաբար դա բառերից չի ծնվում, ինչքան էլ որ ես երբ որ ես ինքս եմ երգրում իմ համար մտքիս եկած ինչ-որ բաները միշտ գրում եմ նոթսերիս մեջ, բանի մեջ պահում եմ, էլի, որպես գաղափարներ, բայց երբեք այդ բառերից չի սկսվել է որևէ գործիք ձեռքս վերցնելուց։ Դա կլինի ուկուլելեն փոքրիկ, դա կլինի գիտարը, դա կլինի դաշնամուրը, ինչի դեմ նստում, ինձ որևէ ձայնն է տրամադրություն տալիս, նայած ինչ ձայնի կհանդիպեմ, ու այդ ձայնից սկսում եմ մի բան, հա։ Դա սկսում է ինչ-որ մի ձայնից։ Էքսպերիմենտների սիրահար եմ նաև ձայների առումով, ունեմ օրինակ գիտարի շատ էֆեկտներ, որ իմ առջև դրված է, դրանք իմ գիտարի ձայներն են փոխում նվագելուց։ Շատ ինձ դուր է գալիս, երբ որ օրինակ կարող եմ վերցնեմ դաշնամուրի ձենը անցկացնեմ դրանց միջով ու դառնա մի հատ ուրիշ ձեն, որից կսկսվի մի հատ երգ։ Սիրում եմ ձայների էքսպերիմենտներ, ու շատ երգեր այդպես էլ սկսվել է։ Այնպես որ դա կարելի է ասել ոգեշնչման աղբյուրը դրա որևէ գործիքի, որևէ ինչ որ ստացած հնչյունն է։ Էքսպերիմենտներից խոսեցինք, դուք ինքներդ էքսպերիմենտներ եք անում եւ ձեր բենդը նորություն էր երաժշտական ոճի մեջ։ Հայ երգարվեստում դա նորություն էր, որը մեծ մասսայական վայելեց, սիրվեց հանդիսատեսի ունկնդրի կողմից։ Ինքներդ ո՞նց եք վերաբերում էքսպերիմենտներին այլ առումներով, մշակույթի այլ բնագավառներում։ Ձեզ դա դուր է գալիս։ Դա պարտադիր է, կարող է ինձ դուր չգա, որտեղ ոչ բոլոր էքսպերիմենտներն են հաջողվում, բայց չի էլ լինի հաջողություն, եթե չլինեն էքսպերիմենտներ։ Բոլոր հիմա այստեղ տեսնում եմ գրքեր կան, հավանաբար հեղինակների հաջողված օրինակ գրքերն են, բայց մենք չենք տեսել այն գրքերը, որոնք հեղինակների մոտ չեն հաջողել։ Կամ այն մտքերը, որոնք իրանք վերջում ճմրթել գցել են, ամաչել են, որ sense բան են գրել, գիշերը գրել են, առավոտ կարդացել են, ասել են, այս ինչ հիմարություն էր օրինակ։ Բայց դրանք են այդ էքսպերիմենտները, որի արդյունքում այս գրքերը մենք հիմա ունենք։ Դրա համար ես կարծում եմ, որ դա ոչ թե կարևոր է, այլ պարտադիր է։ Այո, ոչ մեկ պիտի չստացվածներից չհամաչի, որտեղ եթե մեկ ստացված ունես, համոզված եմ բոլոր այն չստացվածների հաշվին է դա եղել։ Իսկ նրանք էքսպերիմենտներն էին։ Որպես արվեստագետ ունեք հստակ ձևավորված լսարան, կարծում եմ հիմնականում երիտասարդներն են։ Անց հավես Սոնայի հետ, օրինակ, իմ լսարանի տարիքային շեմը բավականին լայնացավ։ Ես առանձին հումորային լսարանիս մոտավորապես շեմը գիտեի, ու դա այո, հիմնականում երիտասարդներն են, բայց երբ որ Սոնայի հետ ուժերը միացան, դրա համ տարիքային շեմը իջավ, համ բարձրացավ։ Այնպես որ կարելի ասել 0-ից մինչև 120 ըստ Աստվածաշնչի մաքսիմումն եմ ընտրում լսարան ունենք մենք ինչ եմ ասում 0-ից որովհետև բարուրի տակ բարուր լինող երեխաները բարուրի մեջ երեխաները լսում են մեր երգերից օրինակ Լուսինը կամ էլ ուրիշ երգեր իրանց քննացնում են իրանց մայրիկները այդ երգերի ներքո եւ մեր համերգներն էլ այնքան տարեց մարդիկ ենք տեսնում ովքեր նոստալգիա են ապրում երբ որ Սոնան երգում է օրինակ մեր մշակումները, հին հայկական երգերը, ոնց որ դրանք շատ հաճելի են։ Ոչ շատ, գիտեք ինչքան բարդ է աշխատել մի ոլորտում ու այդ ոլորտի սահմանափակումները չունենալ, որովհետև նույնիսկ երգիչները իրանց ընտրած ժանրից որևէ սահմանափակում են դնում իրենց լսարանի մեջ։ Մեր մոտ, քանի որ այդ սահմանափակումները չկան, այդ շատ հաճելի է, ես համարում եմ մեծ ձեռքբերում։ Դուք գիտեք, որ ձեր ձայնը լսելի է եւ բնականաբար այն լսարանը, որ լսում է ձեզ որպես արվեստագետի, կլսի նաեւ բազմաթիվ այլ հարցերում, որ դեպքում Գարիկ Պապայանը կարող է
հանրային խոսքով, կոչով դիմել լսարանին, ակտիվություն ցուցաբերել։ Այն դեպքերում, որի արդյունքում չեն կիսվի մարդիկ ու որը չի լինի փոքրիկ կայծ, որը կդառնա երկու խմբերի մեջ հրդեհի պատճառ։ Ես շատ եմ բախվել դրան, շատ անգամ ինքս ինձ լրացնելու միակ նպատակը եղել է այն, որ նույնիսկ իմ կարծիքով ճշմարտությունը հիմա այնքան վտանգավոր է արտահայտել, որ դա կարա բերի իմ հայրենակիցների կիսվելուն կամ իրար հանդեպ որևէ ագրեսիայի։ Այդ իմ համար ես միշտ մտածել եմ, որ մեր դերը մեր ասելով են մարդկանց, ովքեր մշակույթի ոլորտում են աշխատում, մարդկանց համախմբելն է ինչ որ բանի շուրջ։ Ու մի խոսքով իմ համար շատ բարդ է ինչ որ հարցերի շուրջ լռելը, այդ իմ բնավորությունը չի եղել երբեք, էլի, բայց ես ինձնից անցնում եմ, ինձ լռեցնում եմ, եթե տեսնում եմ վտանգ, որ դա կարա բաժանի մարդկանց։ Այ դա է իմ խոսալու, չխոսալու պայմանը ինձ համար։ Եթե դեմ չեք մի քանի անձնական հարցերի էլ անդրադառնալ։ Խնդրեմ հարցը տվեք, եթե դեմ լինեմ, եկեք չպատասխանեմ, եթե դեմ չեք, բայց ինձ թվում է չկա տենց բան։ Ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը, պատրաստում էի մեր հանդիպմանը եւ հետաքրքիր մի համացանցում արտահայտություն տեսա ձեր կողմից բուսակերությունը գիտակցված քայլ էր։ Ես չգիտեի, որ Գարիկ Բաբոյանը բուսակեր է եւ խնդրում եմ պատմեք ոնց է ստացվել, որ ընտրել եք այդ ճանապարհը, ինչու։ Ինչ-որ մի փուլում կարծում եմ պետքա բոլորիս մոտ էլ հարց ծագի, թե մենք ինչ ենք ուտում, որովհետև մենք այնքան այդտենց ենթագիտակցորեն ենք անում, որովհետև ես զգում եմ, որ դուք էլ ես էլ բոլորս էլ շոր գնելիս շատ ավելի երկար ենք մտածում։ Այսինքն մենք ավելի երկար ենք մտածում, թե ինչ դնենք մեր վրա, քան թե ինչ դնենք մեր մեջ, կոպիտ ասած։ Հիմա տենց պիտի չլինի, էլի, որովհետև սա արագ ենք փոխում, սանից վնաս չունենք, սա մաքսիմում կարա չսազի։ Իսկ այն մեզ հետ ապրում է, դու ինչ ուտում ես, դա էլ դառնում ես, տենց խոսք կա։ Այն ենք ինչ ուտում ենք։ Ապրեք, հա։ Եվ որ նա տենց բա եկա, որ հասկանանք օրինակ մենք ինչ ենք ուտում, որովհետև գնացել էի պրոֆիլակտիկ ինչ որ ստուգումների, ես բավականին նիհար եմ եղել միշտ, էլի, երբեք տենց աչքի չեմ ընկել քաշով, բան։ Գնաց ինչ որ ստուգվեցի, բան բժիշկը ասեց դու ներքին ճորպակալում ունի, թե ինչ մի ասենց ասես, բան ասում ես, հա որ բան, հա ասեց բան։ Ասելով նա կարելի է ուսումնասիրել դիետան, ինչն է դրան տալիս, բան, որ սկսեցի ուսումնասիրել, քայլ առ քայլ հասկացա, որ այն ինչ որ մենք ուտում ենք եւ ինչ հերթականությամբ եւ ինչքան ու երբ այդ ամեն ինչը կապ ունի, էլի, որովհետեւ իմ նման նիհար տղան, եթե ունի ներքին ճարպակալություն, որ իմ համար շատ ծիծաղալու է հիմա էլ, դա մի բան այն չի, էլի, իսկ ուտելիքը մենք ավանդաբար ենք սնվում, էլի, դուք եթե ընտանիքում մի բան ուտում եք, համոզված եմ, որ ամբողջ ընտանիքը դրանով է սնվում, երեխաները ու տասնյակ տարիներ դուք նույն բան ուտում ենք, մենք ռեստորաններում չենք ապրում ու ամեն օր մենյու չեն տալիս մեզ։ Ոնց որ դա գիտենք։ Հա, ստանդարտ, այո, ու եթե ինչ-որ մեկի մոտ խնդիր կա, ուրեմն հավանաբար բոլորի մոտ այդ խնդիրը կա, էլի, պետքա ռադիկալ բան փոխել։ Երբ որ սկսեցի կարդալ այդ սեմինարները, բժշկական նայել, նեղ մասնագիտական գրականությունից սկսեցի օգտվել հենց ուսումնասիրությունների բան, այնքան հետաքրքրեց ինձ, որ փորձեցի իմպլեմենտացնեմ տարբերություն ինքս իմ վրա զգամ, երբ որ այդ անում ես, մոտիվացիան այնքան շատ է տենց էլ մնալու։ Ու արդեն եղավ 8 տարի, այդ հետաքրքիր թեմա է ինձ համար, փորձում այո, բայ։ Չի ձեր կնոջը ձեզ կերակրել։ Մին կինն էլ է տենց սնվում, մենք բոլորս որոշում կայացրեցինք, հա, ինձ թվում է շատ ավելի դժվար է հիվանդ պահել, քան կերակրել։ Դրա համար նույնիսկ եթե այսօր զրկում ենք մեզ այն բաներից, ինչը որ մինչև հիմա սիրում եմ, նենց որ չեմ սիրում էլի։ Դա ոչ էլ բան է երաշխիք է, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց որոշակի ռիսկից ազատում ես քեզ։ Աստված չտա, կյանքում եթե գա ինչ-որ մի պահ, որ լավ նորություն քեզ չեն ասելու, դու գիտակցես, որ դա դու դրանից կարայր խուսափեիր։ Կարայր կանխեիր։ Այո։ Թող այսօր լինի ըստ մեզ բոլորիս ոչ այնքան համով սնունդը, չնայած ասում շատ համով ենք սնվում, ինչքան որ մենք սովորենք, բայց թող լինի, եթե կարող եմ որևէ ռիսկ կանխեմ։ Ես կարևոր մարդ եմ մեր ընտանիքում, իմ երեխաների համար, եթե մի քանի
առողջ օր իմ կյանքում դրանից կավելանա, ես իրոք հրաժարվեմ այն ամեն ինչից, ինչը որ այդքան հավես էր։ Այս մասին շրջապատում պատրաստ եք խոսել, որևէ մեկին խորհուրդ տալ, թե կարծում եք դա յուրաքանչյուրի ընտրությունը այդպես չի մտնել։ Զոնային կարծեք, ես փորձում եմ խոսալ, ասես սկսեց էլի։ Այդ ամենասկզբից որ շատ այդ բանի այդ աղբյուրներից որ սնվում էի, նոր ինֆորմացիայի աղբյուրներ էր ինձ համար, անդադար դրա մասին էի խոսում, ու զգում էի, որ դա նույնիսկ կարող է հակառակը տրամադրել են մարդկանց, ովքեր որ պատրաստ չեն, որտեղ շատ դժվար է որ մարդուն գալիս ասում ես, լսի, գիտես դու ամբողջ կյանքը սխալ ես ապրել։ Միանգամից ոչ մեկ էլ չի ընդունի դե, այո։ Երբ որ այդ փուլը անցանք, երբ որ էյֆորիայի փուլը անցանք, այլ ոչ մեկին ոչինչ չեմ ասել։ Պարզապես մարդիկ նկատում են, որ ուրիշ բաներ եմ ուտում, իրանց մոտ հարց առաջանում է։ Ինչ ես տենց անում։ Դե փորձում եմ պատասխանել, կիսատ պրատ, իրանք մեկը ուզում են անդադար իմանան դրա մասին։ Եթե քո մեջ այդ հետաքրքրությունը կա, դու գալու ես փորձես ինձնից այդ պատասխանները իմանաս։ Եթե չկա, իսկապես ոչ մեկին ոչինչ չեմ պարտադրում։ Ոչ էլ սեղանի մոտ կզգաք, որ ես ինչ որ ուրիշ կերպ եմ ինձ բան։ Դրածա խորոված, ես կարտոշկաները սիրով կվերցնեմ, կուտեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Ասում եմ, ոչ մի պահվածքի բանի։ Իսկ մեր ընկերներն էլ մեր շրջապատի մարդիկ էլ իրանք այնքան բանով են մոտենում այդ հարցին յուրահատկությամբ, որ մենք ինչքան հյուր ենք լինում, եկել տեսնում ենք որ ուրիշ բաներ են պատրաստել, ասել մի հատ էլ ձեր համար sense բան են պատրաստել, հա, մյուսներն էլ փորձում են, ասում են, ամով է բան։ Ու sense էլի, իրականում հետաքրքրություն ա մտցրել մեր կյանքում։ Ես հիշում եմ մեկ անգամ որ հաղորդում էի վարում, իմ հյուրը բուսակեր էր, ու ես տեղյակ չէի։ Որ իմացա բուսակերա կրակն ընկավ այդ մարդը։ Գիտեք ինչքան եմ ներվերը կերել, ես հիշում եմ, հիմա sense հետո եմ ասում, որ ես ինչ ամոթ էր, դա անգրագիտություն էր, որ ես անում էի, էլի։ Հիմա երբ որ ես եմ հակառակ դաշտում, փորձել եմ մաքսիմալ պատրաստ լինեմ, որ հարցերին պատասխանեմ, որտեվ առողջություն է բոլորն էլ թող իմանան։ Ամեն դեպքում, եթե չեք էլ պատրաստվում հրաժարվել ձեր առօրյա ուտելիքից, գոնե մաքսիմալ իմացեք ինչ եք ուտում։ Գրագետ եղեք, ձեր կերածից տեղյակ եղեք։ Այս խորհուրդ կտամ բոլորին։ Եթե ամեն ինչ իմանաք դրա մասին ու էլի ձեր կարծիքը չփոխվի, ուրեմն դուք պինդ եք, ապրեք, ուրեմն ճիշտ է դա ձեզ համար։ Ձեր հոբիների մասին կպատմեք։ Ես հոբիի ժամանակ չունեմ առհասարակ, ինչը որ լավ բան չի, որտեվ հոբին կարծում եմ հոգեբանական առողջության կարևոր գրավական է եւ քո առօրյայից ու քո գործից չհոգնելու գրավական է։ Կարամ որոշակի բաներ նշեմ, ինչը կարելի է վերագրել հոբիի, ֆուտբոլն է, որ շաբաթը մեկ փորձում եմ գնալ եւ ֆիզիկական մարզումներն է, որոնց վերաբերվում եմ շատ ավելի լրջորեն, քան հոբիին կվերաբերվեի։ Դա պարտադիր բաներ է, բայց իմ առօրյան փոխում են այս երկու բանը՝ սպորտ եւ ֆուտբոլ։ Նույն էլի սպորտ, բայց շաբաթը մեկ անգամ, մյուսը ավելի պարտադիր։ Մնացածը դեռ չկան։ Եթե ժամանակ ավելանա, անպայման մի բան կգտնեմ։ Լիքը բաներ սիրում եմ։ Մի հարց էլ ձեզ տամ Քաջարյանի մասին։ Խնդրեմ։ Դուք այդքան հաճախ չեք եղել Քաջարյանում, բայց հավանաբար գիտեք, այստեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երկրի թիվ 1 հարկատուն։ Ինչպես եք պատկերացնում, ինչ է իրենց ներկայացնում հանքարդյունաբերությունը։ Բնականաբար այդքան մանրակրկիտ չեմ կարող պատկերացնել, գիտեմ ինչ է արտադրում անունի մեջ ոնց որ ասվում է, բայց կարևորության մասին պատկերացումը ուղղակի տրամաբանորեն կարող եմ ասել, որտեվ ես գիտեմ, ու բոլորն էլ ինձ թվում է գիտեն, որ Քաջարյանը քաղաք չի եղել, դարերի ընթացքում պատմականորեն փոքրիկ գյուղ է եղել, տասնյակ մարդիկ են ապրել ու ասենք այս մասշտաբի զարգացում ապրելու համար իրոք պետք է շատ լուրջ խթան ունենաս, կարծում եմ հենց կոմբինատը մեծ խթան է եղել, այսօր քանի 7-8 մարդ է բնակվում, ժամանակին 50-60 երևի sense 70 հասած փոքր։ Ձորի մեջ փոքր գյուղ։ Այո, ու այդ զարգացման մեջ խթան լինելը կարծում եմ շատ լրջագույն բան է։ Որտեղ եք ձեզ տեսնում 10 տարի հետո աշխատանքային կարիերայի առումով։ Դժվար է պատկերացնել, ինչքան էլ որ դրա մասին մտածում եմ, բայց միգուցե ոչ այնտեղ որտեղ կա։ Դրա մասին էլ է դժվար մտածել, բայց ես չեմ ուզի զորով մնալ միտեղ, որտեղ որ զգամ, որ արդեն էլ անելու բան չունեմ, այո։ Դրա համար տարիները ցույց կտան, բնականաբար այնպես
չի իմ պատկերացումներս ոլորտի մասին ինչպես որ կար ու իմ ոգևորությունը ինչպես որ կար երբ որ նոր մտա 32 հատ վիտամին ակում, բայց անում եմ այն ինչքան որ ուժ ունեմ ու գիտակցում որ ուժերը գնալով սպառվելու են, գաղափարներն են սպառվելու, հավեսնել է իջնելու, այնպես որ դա եթե կլինի 10 տարվա ընթացքում, ուրեմն 10 տարի հետո ես ինչ չեմ տեսնում այնտեղ որտեղ կամ։ Եթե դա չի լինի, նույն հավեսը կմնա, նույն ուժերն ու գաղափարները կլինեն այնտեղ որտեղ կամ։ Ժամանակը ցույց կտա։ Հաջողություն ձեզ, մեզ էլ այսօր հաճելի ունկնդրում։ Շնորհակալ եմ, այո, բոլորիս։ Սպասված հանդիպումների եթերում իսկ իմ հյուրը երգիծաբան, հաղորդավար, երգահան Գարիկ Պապոյանն էր։ Կհանդիպենք։